Նիկոլի թմբուկներով եւ վարչաբենդով գլուխ տանող նիկոլականներին եւ ոչ միայն նրանց ֆանատներին ես մի հարց ունեմ։ Ինչն եք տոնում, ինչի վրա եք այդպես ուրախանում։ Ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը կարոտ է տոնախմբությունների հաղթանակներ նշելու եւ այս իշխանությունները նրանց որևէ նման առիթ չեն տվել։ Ոչ հաղթանակներ մշակույթում, ոչ սպորտում, ոչ երկրի հաղթանակներ։ Եվ ուղղակի հարց եմ տալիս, դուք ինչն եք տոնում։ Որ խոստացել եք ժողովրդին Քոչարյանի 4 միլիարդ թալանը հետ բերել, դա եք տոնում, որը չեք արել։ Սաշիկի 50%-ների հետ բերելն եք տոնում, որը չեք արել։ Մկների ձկների ՉՊԼ տալն եք տոնում, որը չեք արել։ Իշն եք տոնում, որը խոստացել եք։ Ձեր նախընտրական ծրագիրը ժողովրդի հետ կնքած ուխտը, խոստումները, որ տվել եք, դրա քանի տոկոսն եք կատարել, որ տոնում եք։ Ես հասկանում եմ, որ որոշ նախարարներ, Նիկոլ Փաշինյանին հավատարիմներ, ստացել են բազմամիլիոնանոց պարգևավճարներ եւ իրենք անձամբ տոնելու առիթ ունեն ուրախանալու։ Այդ ձեզնից որ մեկը 7-9 միլիոն, 11 միլիոն պարգևավճար ստանար չէր, բարի տրջիկ չէր տա որոշ նախարարների նման, կտային։ Բայց դա ինչ կապ ունի ժողովրդի հետ։ Բազմաթիվ մարդիկ ինձ նամակներ են գրում, մեկնաբանություններ, որ հատկապես այս վերջին նորություններից հետո իրենց զայրույթն են արտահայտել, որ 100-150 հազարով ծանր աշխատանք են կատարում տարբեր պետական ծառայողներ, զինծառայողներ, եւ նրանք ոչ միայն պարգևավճար չեն ստացել, այլև նույնիսկ հեռացվել են աշխատանքից շատերը, կորցնում են աշխատանք, երբ իրենց շեֆերը ստանում են միլիոնավոր աշխատավարձներ ու պարգևավճարներ։ Բա սոցիալական արդարությունը, հեղափոխության իդեալները ուր են, դրա ինչն եք տոնում։ Խոստացել եք աղքատությունը 2 անգամ կրճատել, այսինքն պետք է լիներ մոտավորապես 10%, բայց մնացել է գրեթե նույնը։ Դուք ինչ հաջողություն եք գրանցել, որ տոնում եւ այդպես ուրախանում եք։ Ընդհանրապես մի հաջողություն։ Պետական բյուջեի հաշվին բազմամիլիոններով ավելացել են ձեր եկամուտները։ Միայն դա է ձեր գրանցած հաջողությունը, եւ ես հասկանում եմ, որ դա անձամբ ձեզ համար ուրախանալու, տոնելու լավ առիթ է։ Բայց դա ինչ կապ ունի ժողովրդի հետ։ Ձեր հետ սիրելի հայրենակիցներ, ինչ կապ ունի։ Այդ գոլդ համարները, այդ չգիտեմ եւ այլն, այդ ամեն ինչը ավարտված է։ Եվ մենք դա պետք է պրակտիկայում տեսնենք։ Ինչքան գոլդ է մարդու ավտոմեքենայի համարը, այնքան ավելի զգույշ պետք է ինքը երթևեկության մեջ լինի, որովհետեւ պետք է իմանա, որ ճանապարհային ոստիկանությունը հասցեական հենց իրանցով է զբաղվելու։